Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ պատգամավոր Ալխազ Ղազարյանն է, բարև ձեզ, շնորհակալություն եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Քաղաքացիական պայմանագրում ակտիվ նախընտրական procesներ են տեղի ունենում, ցուցակի շուրջ նախընտրական հստակեցումներ են վարչության նիստերի ընթացքում, քանի որ մամուլում մի շարք տեղեկություններ են արդեն հայտնվել, ինձ հետաքրքիր է սկզբունքով եք դուք որոշում, թե ովքեր կարող են տեղ գտնել ցուցակում եւ ընդհանրապես այս process-ը ոնց եք գնահատում։ Նախ նշեմ, որ process-ը շատ դրական եմ գնահատում ու շատ ողջավորված եմ այն հանգամանքով, որ ունեցանք բավականին մեծ քանակի դիմումներ մեր ցուցակով ընտրություններին մասնակցելու եւ կուսակցական եւ անկուսակցականների եւ այս առումով անակնկալ էր նաեւ այդ մեծ քանակի դիմումները եւ հետեւաբար դա էլ իրենից ծանր գործընթաց է ենթադրում, որպեսզի հասկանանք յուրաքանչյուր տեխնացու, թեկուզ եւ մեր գործընկերները եւ նաեւ կուսակցության յուրաքանչյուր անդամ ինչ միտումով է որոշել, որ առաջադրվի որպես падգամավորի տեխնացու եւ սա հասկանալու համար որոշել ենք, որ անհատական բոլորի հետ հանդիպումներ ունենանք։ Իհարկե մամուլում տարածված տեղեկությունները ընդհանրապես տարածվում են բացասական ֆոն տալու համար այս գործընթացին, բայց իրականում շատ լավ գործընթաց է, որովհետև վարչությունը պետք է որ ամեն մի տեխնացուին անհատապես տեսնի, խոսի հետը, հասկանա ինչ միտումը նպատակը կամ ասենք ցանկությունը, ցկտումը եւ այլն։ Իհարկե շատ դրական է, որ մեր կուսակցության թեկուզ անդամները նման ակտիվ մասնակցություն են ունենում, դա խոսում է նրա մասին, որ կուսակցությունը բավականին ակտիվացել է, ինչի շուրջ մենք բոլորս միշտ էլ աշխատել ենք, որ կուսակցությունը ամեն առումով լինի օրինակելի Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կուսակցությունների շարքում, գիտեք, որ վերջերս ունեցանք նաև կուսակցության էթիկայի կանոնագիրքը, միջև էլ կանոնադրություն ենք ընդունել, նաև համաժողովի ժամանակ ընդունել ենք նաև կուսակցության ծրագիրը, որը որ իրական Հայաստանի գաղափարախոսությունները եւ այսպես շարունակ։ Այսինքն այն բոլոր ջանքերը, որ գործադրվել է այս տարիների ընթացքում կուսակցությունը բավականին բարձր նիշի հասցնելու համար, կարծում եմ բավականին հաջող է ընթացել եւ այս process-ն էլ ինքնին խոսում է դրա մասին, որ այսքան տեխնացուների առկայությունը խոսում է կուսակցության ակտիվության բարձրացման մասին։ Դուք վարչության անդամ եք եւ ըստ էության որոշում կայացնողներից մեկն եք ու բավականին դժվար է կարծում եմ, որովհետև մի կողմից ունեք ընկերներ կուսակցական, մյուս կողմից պետք է առաջնորդվեք նաև շահերով, քաղաքական կուսակցական շահերով, թե ով ավելի համապատասխան կլինի։ Ձեզ համար անձնապես ինչն է ավելի կարևոր։ Գիտեք, իրականում բոլոր կուսակցական մեր գործընկերները բավականին պատրաստված են։ Չեմ կարող նշել, որ որևէ մեկը որևէ խնդիր ունի պատրաստվածության աստիճանի падգամավոր որպես հանդես գալու։ Բայց նաև, ինչպես դուք նշեցիք, այո, նաև պետք է հասկանանք ինչքանով կկարողանանք այդ կուսակցականին ճիշտ ուղղորդել տվյալ տեղում աշխատելու համար։ Մենք լավ հասկանում ենք, որ 380-ից ոչ բոլորը կարողանան լինել падգամավոր եւ մենք պետք է նաեւ այս առումով նաեւ մեր հաջորդ փուլը, որը որ լինելու է համաժողովի փուլը, որ ինչպես որ խոստացել ենք նաեւ ցուցակը կազմվելու է համաժողովի միջոցով, արդեն այստեղ էլ պետք է ճիշտ ընտրություն կատարվի, որպեսզի հասկանանք կոնկրետ ում ենք ուղղորդում գործադիր, ում ենք ուղղորդում ազգային ժողով, հետագայում ինչպես ենք բաշխումը իրականացնում։ Ավելի շատ տրամադրվածությունը նրան է, թե ում որտեղ ենք ավելի շատ տեսնում կամ ինքը իրեն որտեղ է ավելի շատ տեսնում։ Այս փուլում երևի թե հիմնականում դրա վրա է շեշտը դրված։ Ինչ է կարծում օրինակ ընտրողները քաղաքացիական պայմանագրին ձայն տալու պարագայում 2026 թվականին կառաջնորդվեն նրանով, թե ովքեր են առաջին օրինակ 10 համարները, թե օրինակ այն գործունեությունը, որ դուք արել եք տարիների ընթացքում, որոշ բաներ արդարացրել եք, որոշները ոչ։ Չգիտեմ արդարացնելու եւ չարդարացնելու ինչ նկատի ունեք, բայց ես կարծում եմ, որ ընդդիմադիր բոլոր ուժերն էլ պարտադիր ցուցակը նայելու են, պարտադիր տեսնելու են, թե ովքեր են ընդգրկված ցուցակում եւ այս ընթացքում ինչպիսի աշխատանք են տվյալ մարդիկ իրականացնել։ Ես կարծում եմ, որպես այսպեսին որևէ մեծ նորություններ չի սպասվում ցուցակի առումով, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ թե մեր պատգամավորները, թե մեր գործադիրի գործընկերները բավականին մեծ աշխատանք են կատարել եւ կուսակցությունը, երբ որ կգնահատի մեր գործընկերների, իմ բոլորիս աշխատանքը, ըստ այդմ կկազմվի ցուցակը եւ կներկայացվի ժողովրդին։ Կուսակցությունը, մեր կուսակցությունը այն երևի ամենաժողովրդավար, եթե չեմ սխալվեցել, Հայաստանում գործող կուսակցությունների մեջ ամենաժողովրդավար կուսակցությունն է եւ այս առումով էլ ինչպես տեսնում եք
ցուցակի կազմումը տրվում է մեր կուսակցականներին, կուսակցականներն էլ մեր ժողովրդի մի մասն են կազմում, այնպես որ ես կարծում եմ հիանալի ցուցակ ենք ունենալու։ Օրինակ ձեր ընդդիմախոսներ եւ շատերը ասում են, որ սա ձևական բնույթ է գործընթացը գրում ու միևնույնն է Նիկոլ Փաշինյանն է վերջում որոշելու ցուցակի բնականաբար այդ խոսույթը պետք է լիներ, որովհետեւ իրենց մոտ այդպես է եղել։ Իրենք ես չեմ հիշում որևէ կուսակցություն, որ նման թափանցիկ կերպով ընտրություն կատարի, թեկուզ իր գործընկերների մեջ, երբեմն լրագրողները մոտենում են հարցնում են ինչ քննարկեցիք վարչության նիստին կամ նախաձեռնող նիստին ինչ եք քննարկում, ասում եմ կոնկրետ այն որ դուք արդեն տեղյակ եք որ մենք նախաձեռնող նիստեր ենք անում, վարչության նիստեր ենք անում, տեսնում եք նույնիսկ ինչ են քննարկում, մենք դա հանրայնացնում ենք նույնիսկ դա արդեն վկայում է նրա մասին, որ որևէ թաքուն բան որևէ տեղում նույնիսկ կուսակցության ներսում չենք իրականացնում, բայց կան իհարկե որոշ նրբություններ, որոնք որ պետք է մնա կուսակցության նեղ շրջանակում քննարկման, երբեմն լրագրողները ցանկանում են նաև դրա մասին ինֆորմացիա ունենալ, տեսնել մենք արդյոք այս մարդուն դիցուկ ինչպես ենք վերաբերվում կամ այն մարդուն ինչպես ենք վերաբերվում, ես ասում եմ, եթե մենք ունենանք ռադիկալ որևէ վերաբերմունք որևէ անձի նկատմամբ, ապա այդ անձը հեռացվում է ուղղակի կուսակցությունից, եթե նման դեպք չի արձանագրվել, ուրեմն բոլորին հավասարապես սիրում ենք, ես կոնկրետ իմ տեսակետից կարող եմ ասել, չեմ կարող առանձնացնել որևէ գործընկերի ոչ կուսակցականի, որ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք, բնականաբար իմ համար բոլորն է շատ թանկ են, բոլորն էլ իմ գաղափարակից ընկերներն են, ես այսպես մի մեծ ընտանիք ենք կուսակցությունով ու այստեղ պետք է ճիշտ ուղղակի վերադասավորում անենք, ով որտեղ ինչքանով է անհրաժեշտ աշխատանք կատարելու առումով։ Շատ լավ, ներքաղաքական process-ներին անդրադառնանք եկեղեցի, պետություն, եկեղեցի իշխանություն հարաբերություններին, քանի որ շատ ակտիվ փուլ է կարծես թևակողում ես հերրակաբանավեճը, դուք եւս ամեն կիրակի կարծես մասնակցում եք պատարակներին, վարչապետը եւս տարբեր եկեղեցիներում է լինում, ինչ դիտարկումներ ունեք, ինչ հանգուցալուծում եք ակնկալում, որովհետեւ մի կողմից այո, բարձրաստիճան arczepiskopոսներ իրենց հայտարարություններով բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ եղել են Մայրաթոռում, մյուս կողմից օրինակ կաթողիկոս առեսպահը չի հայտարարում, որ օրինակ պատրաստվում է հեռանալ, հակառակը կարգալույծ է անում այն հոգևորականներին, ովքեր որ խոսում են պատարակներ են մատուցում վարչապետի մասնակցությամբ, այսօր էլ իր անունը զեղչելն էր խնդիր կարծես դարձել Մայրաթոռը նոր թարմ հայտարարությամբ հանդես եկավ, ինչ դիտարկումներ ունեք։ Այո, ճիշտ եք նկատել, ես այն պատգամավորներից կարող եմ ասել կամ թիմակիցներից եմ, որ բոլոր պատարակներին մասնակցել եմ եւ այս առումով ես շատ երջանիկ եմ, ինչու, որովհետեւ լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, երբևէ այսպիսի մեծ հնարավորություն չեմ ունեցել օրինակ հասկանալ պատարակների խորհուրդը, մասնակցել պատարակներին, լսել պատարակ մատուցողի խոսքը պատարակի ժամանակ, ես հիշում եմ երիտասարդ տարիներին 1-2 պատարակ մասնակցել եմ, բայց հետո կարծես դադարեց այդ փուլը եւ այսպես ասած քրիստոնեություն առումով կրոնը լիովին հասկանալու առումով մենք ունենք այդ բացը յուրաքանչյուրս եւ ես կարծում եմ սա նաեւ կրթվելու փուլ է իմ համար, որ կարողանում եմ որոշակի բանել կարդալ, այս ընթացքում սերտել, սովորել, ճանաչել իմ կրոնը, որով որ ես մկրտվել եմ եւ այլն, բայց քանի որ կապը չի եղել ժողովրդի եկեղեցու հետ ընդհանրապես եւ այստեղ ես միշտ եմ ասել, ես մեղադրում եմ կոնկրետ մեր եկեղեցականներին, որոնք չեն փորձել որևէ կերպ կապը պահել ժողովրդի եւ եկեղեցու միջև։ Նրանք հանդիսանալով այդ գործը արողները, այդ քարոզողները որևէ կերպ չեն կարողացել եւ այսօր ես երեկ էլ իմ կարճ տեսա ռիլով, այսպես ասած, անդրադարձա, որ իրականում թե Քրիստոսը, թե իր առաքյալները եղել են շրջիկ քարոզիչներ, ովքեր քարոզել են քրիստոնեություն եւ բայց մենք այս ամբողջ տարիների ընթացքում ես իմ ողջ կյանքի ընթացքում չեմ տեսել, որ մեր կաթողիկոսը դե բավականին երիտասարդ եմ, բայց ամեն դեպքում 26 տարվա ընթացքում օրինակ Կտրիշ Ներսիսյանին չեմ տեսել որևէ համայնքում, որևէ պատարակի մասնակցելուց։ Եվ իմ գործընկերները բազում անգամներ հնարավորություն են ունեցել խոսելու, որ սակայն օլիգարխների հարսանիքներին, ինչ-որ խաշի սեղաններ օրհնելուց, հարուստների հետ շփումներից, այսինքն այն լաքշրի մասայի կաթողիկոս է եղել այսքան ժամանակ, դրա համար ժողովրդի հետ որևէ կապ չունի եւ դրա ապացույցը նա էր, որ երբ որ օրինակ հարցումներ են կատարում եւ ասում են, տեսեք եկեղեցու դերը Հայաստանում շատ բարձր է գնահատվում, այո իհարկե եկեղեցու դերը Հայաստանում բարձր է ընկալվում, որովհետեւ քրիստոնեությունը մեր կրոնն է եւ ժողովուրդը ի մեծամասամբ հայ
առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց ինչու է այդ ժողովուրդը այդքան կտրված հայ առաքելական եկեղեցու, սա հարց է, եւ ինչու են այդքան կրոնական կազմակերպություններ այսօր ի հայտ եկել, նաեւ այս բացի շնորհիվ են ի հայտ եկել։ Եվ աղանդները նկատի ունեք։ Այո, բավականին շատ կրոնական կազմակերպություններ ունենք, նաեւ այս բացի շնորհիվ են ի հայտ եկել։ Որովհետեւ այո, չեն երբեմն ճիշտ ենք նկատել նաեւ, որ երբ որ եկեղեցի ես մտնում ու պատարագի ես ցանկանում մասնակցել, հասկանում ես, որ երգչախումբ չունի, հասկանում ես, որ պատարագներ չեն մատուցվում կամ շատ սակավ պատարագներ են մատուցվում որոշ եկեղեցիներում։ Եկեղեցիներ կան պահում են, օրինակ ես այցելել եմ Երևանում եկեղեցի, պատարագ եմ մասնակցել երիտասարդ տարիքում, նորմալ պատարագ եղել է, չեմ կարող որևէ բան ասեմ, բայց ես վստահ եմ մարզերում նման հաճախականությամբ պատարագներ չեն էլ մատուցվում։ Սա չգիտեմ ինչ անունով կոչել, բայց միևնույն ժամանակ լսում ենք, որ ասում են շրջիկ պատարագներ, շրջիկ հոգևորականներ, հա, այս կոմ, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք, որ իրականում դա իրենց գործն է, որ իրանք պետք է անեն, ոչ թե փորձեին վատաբանել այս process-ը, այլ ընդհակառակը իրենք պետք է այդ գործը անեն։ Հիմա իրենց փոխարեն մենք ենք անում։ Միշտ բոլորս կարծես այդ օրինակն ենք բերում, բայց դա ցուցուն օրինակ էր, տեսագրվում էր այդ պահը, երբ որ տարիքով տատիկը ասում էր առաջին անգամ եմ եկեղեցի եկել, դա խոսուն օրինակ էր այս ամեն ինչի, կամ կաթողիկոսը իջնում է Կտրիշ Ներսիսյանը, այսպես ասած, իրեն հռչակած Հայաստանում ամենայն հայոց կաթողիկոս իջնում է օդանավակայանում, ասում ժողովուրդն ուրա, բայց ինչի պետք է ժողովուրդը հիմա քո կողքը լինի, իսկ երբ ես դու ժողովրդի կողքը եղել, չէ՞ որ այդ ամեն ինչը փոխադարձ է։ Ես ասում եմ պատերազմի օրերին էլի ենք տեսել քահանաներ, որոնք եղել են մարտի դաշտում, եղել են զինվորի կողքին, պատերազմի օրերին են եղել, նույնիսկ մաներին հողարկավորության այդ արարողություններին, բայց մենք որևէ տեղ չենք տեսել Կտրիշ Ներսիսյանի, բայց դա պետք է լիներ իր մակարդակով, ինքը Հայաստանում համարվում է իրեն ամենայն հայոց կաթողիկոս։ Բայց գիտեք, ձեզ ուղղված մեղադրանք այն է, որ օրինակ այն ինչի մասին վարչապետը եւ դուք նաեւ կուսակցականները բարձրաձայնում եք, նոր չէ ըստ էության։ Այն որ օրինակ շատ հոգեվորականներ ունեն բիզնեսներ, ունեն ընտանիքներ, տարբեր նույնիսկ քրեական ենթամշակույթի անձանց հետ են փոխկապակցված եղել, չգիտեմ, հաշիվներ են ունեցել դրսերում, օֆշորային, այս խնդիրները օրինակ նոր չեն եղել, բայց օրինակ ինչու է հիմա Նիկոլ Փաշինյանը այս մասին բարձրաձայնում։ Ճիշտ է, նոր չեն եղել եւ մեզ նաև հիշատակում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հիմա է այդ մասին բարձրաձայնում, միշտ մտահոգություն ունեցել է այդ վերաբերյալ, բայց ես կարող եմ երևի թե ենթադրել կոնկրետ վարչապետի դրվագում, որ հստակ տվյալ չէր ունեցել այդ մասին խոսելու։ Գուցե հիմա այդ տվյալների բազան ավելի է թարմացվել եւ այսպես ասած հասունացել է այդ պահը, որի մասին պետք է խոսել։ Գիտեք, երբեմն խնդիրներ կա, որոնք որ այսպես ասած չես լսում ես այդ մասին, բայց այդ լրջությամբ չես կարողանում պատկերացնել։ Ես միշտ իմ օրինակը բերում եմ, ասում եմ, երբ որ օրինակ միշտ հավատում ես եկեղեցականին, այդ ակնածանքն ես ունենում, մտածում ես այդ կրթության ինչ որ բարձր նիշ պետք է ունենա եւ այլն, հետագայում երբ որ ես իմ մեջ սկսեցի որպես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի հասկանալով, որ այս մարդիկ բնավ այն ակնածանքին արժանի չեն, որ ես ունեցել եմ, զարգացրել եմ իմ մեջ, դա մեծ հիասթափություն էր իմ համար, անկեղծ ասած, որովհետեւ լրիվ այլ կերպ ես դու վերաբերվում այդ մարդկանց, այսօր իրականության աչքերի մեջ նայելը դա եւ դժվար էր մեր համար։ Հիմա այս ամեն ինչի մասին, որ մենք խոսում ենք, մենք ինքներս էլ ենք ամաչում այդ ամեն ինչի մասին խոսելուց, որ եկեղեցականը պետք կարող է նման բարոյական նկարագիր ունենալ։ Իսկ օրինակ ինչքան եք պատրաստվում այդպես պատարակների մասնակցել, եթե ինքը օրինակ որոշ դիտարկումներով սպասելու է մինչև 26 թվականի ընտրությունները։ Մենք շարունակել ենք պատարակներին մասնակցել, ես մտածում եմ նույնիսկ եթե ինչ-որ մի կետում վարչապետն էլ չնախաձեռնի, որպեսզի այդ պատարակը այս համայնքում տեղի ունենա, արդյոք ես պատարակի կմասնակցեմ, ես մտածում եմ, որ ես արդեն կմասնակցեմ եւ իրապես զգում եմ, որ բավականին մեծ տեղեկություն եմ ստանում, կրթվում եմ այս առումով, անկեղծ եմ ասում, եւ դա ավելորդ չեմ համարում, շատ կարեւոր է մարդու իր կյանքի ընթացքում ունենա նաեւ այդ կողմով զարգացում։ Չնայած բոլոր մասնագիտություններին, որ ունեմ, բայց կարևոր եմ համարում նաև սա։ Ես կարծում եմ կտրիչի օրերը հաշված են իրականում։ Եթե ես նույնիսկ ուզում եմ իմ մեջ մտածել, որ ինքը բացի են, որ սպասում են, նաև իրեն թույլ չեն տալիս հեռանալ։ Այո, ովքեր հենց դա այժմ հասնել գիտեք, այո,
Գիտեք, որ ինքը կառավարվում է ոչ իր մտքով եւ խղճով եւ դրանում արդեն բազմիցս համոզվել ենք։ Եվ ես հիմք եմ ընդունում նաեւ վարչապետի ազգային ժողովի ամբիոնից ասած խոսքը եւ ես վստահ եմ, որ դա 100% ճշմարտություն է, որովհետև այդ մասին մենք միշտ ենք խոսել։ Բայց երբ որ վարչապետը ամբիոնից հայտարարում է, ես դրանում կասկածի նշույլ նույնիսկ արդեն չեմ տեսնում։ Եվ շատ պարզ ու բառացի ասել, որ կառավարվում է այլ երկրի, կարծեմ մայորի կողմից։ Մենք գիտենք, որ իր եղբայրը որտեղ է գտնվում եւ ինչ դեր ունի նաեւ իր կյանքում իր եղբոր այնտեղ գտնվել է։ Ես կարծում եմ, երբ որ գան այն մտքին, որ իրապես ժողովուրդը իրենց չի ընկալում, գուցե կունենան այդ, չնայած կասկածում են, որ ունեն այդ բարոյականության շեմը, բայց գուցե ցուցաբերեն այդ բարոյականության շեմը եւ հիմա գնան, քանի էլ ավելի բաներ չի բարձվել, որովհետև ես կարծում եմ, որ նրանք երբեք եկեղեցականի կյանքով չեն ապրել, նրանք զուտ քաղաքական գործունեություն են իրականացրել եւ մենք դրա բառապացույցները տեսել ու բոլորս ենք համոզվել, չեմ կարծում, որ կա գետ մի քաղաքացի, որ դրանում չի համոզվել Հայաստանի Հանրապետությունում եւ ես կարծում եմ, որ ինչ որ մի կետում եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները գուցե կարողանան իրեն բերել են մտքի, որ ինքը պետք է հեռանա։ Դե օրինակ դուք մեջբերեցիք վարչապետի հայտարարությունը, որը շատ իրականում շատ կոշտ մեղադրանք է ըստ էության, որ կարող է այդպիսի բան տեղի ունենալ, որ մեր ամենայն հայոց կաթողիկոսը կառավարվի օտար երկրի հատուկ ծառայությունների կողմից, այդպես է ստացվում, բայց օրինակ սան չպետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ։ Ես չգիտեմ գործողությունների առումով ընթացքը ոնց կընթանա իրականում, որովհետև երբ որ մենք ասում ենք այո, սա պետք է հաջորդի որևէ գործողություններ եւ այլն, մենք էլ լսում ենք, որ դուք ուղղորդում եք, դուք հորդորում եք, դուք էս եք անում, ես զերծ կմնամ այսպիսի բան ասելուց, բայց ես կարծում եմ ցանկացած նման պետության դեմ ուղղված քայլ, եթե այլ երկրից է կառավարվում, պետք է արժանի հատուցում ստանա կամ պատասխան ստանա, ես անընդունելի եմ համարում, մենք հազիվ իրականում այս պահին ապրում ենք ինքնիշխան անկախ երկրում եւ պետք է մեր ինքնիշխանությունը լիովին իրացնենք։ Եվ դա բխում է մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից։ Հիմա փաստորեն ստացվում է, որ նույն այդ հատուկ ծառայություններն են սպասում տեսնեն ինչ արդյունքներ կլինեն ընտրությունների Չէ, չեմ կարծում, ուղղակի գիտեք շատ վատ բան է, երբ որ կասկածների գուցե ոչ լիարժեք տեղեկությունների հիման վրա կարող են, օրինակ ես որպես քաղաքական գնահատական հնչեցնող իմ համար լիովին պարզ է, բայց ես կարծում եմ հատուկ ծառայությունների համար գուցե լրացուցիչ ինֆորմացիաներ են անհրաժեշտ, գուցե լրացուցիչ փաստարկներ են անհրաժեշտ, ես չգիտեմ իրենք իրապես ոնց են աշխատում կոնկրետ էլի, որպեսզի կարողանան ռուսական հատուկ ծառայություններն են սպասում, որ տեսնեն ինչ կլինի։ Դե դեմ ասում, հա, ուզում են երևի թե տեսնեն ինչքանով կհասունանա այդ պահը, որ գուցե իրենք նման կերպ են կամ տեսնեն ինչքան դիմակայունությունը կա կտրիչի եւ նրա շրջապատի, բայց ես այդտեղ տեսնում եմ նաեւ պարակտում հենց իրենց ներսում, ես բազմիցս նաեւ այդ մասին եմ խոսել, որ ներսում էլ ինքը չունի արդեն աջակցություն, հուսով եմ այդ իրենց հատուկ ծառայությունները մայորի գլխավորությամբ կորոշեն իրեն հորդորել դուրս գալ, քանի դեռ բոլորի ինքնությունը իրապես պարզ չի եղել։ Այսինքն կլինեն նոր հոգևորականներ, որոնք մինչև հիմա չեն միացել այս նախաձեռնություններին։ Ես կարծում եմ կան հոգևորականներ, ուղղակի վախեցած են, մենք փաստեր ունենք, որ չէ, իրենց բռնի ուղարկել են այստեղ, այնտեղ կան հոգևորականներ, որոնք շատ են ցանկանում խոսել, բայց դեռ վախի այդ զգացողությունը ունեն, չեն համարձակվում, բայց դուք տեսաք ինչքան եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ ի վերջո միանգամից ի հայտ եկան ու նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնք որ հանրության համարել էին անակնկալ, որ կխոսեն կտրիչին դեմ, բայց ես գնահատում եմ այդ քայլը, երբ որ մարդիկ գնահատում են կրոնի արժեքը եւ մտածում են, որ սրբապղծությունը եկեղեցու ներսում պետք է գոյություն չունենա եւ մարդիկ ովքեր աչք են փակում սրբապղծության վրա, հետեւաբար ինչպես հանցագործության դեպքում, երբ որ թաքցնում ես հանցագործությունը, դու էլ ես դառնում այդ հանցագործության մասնակից, նույնն էլ էս դեպքն է։ Իսկ դուք կաթողիկոսի թեկնածու ունեք? Ոչ չունենք, ես բնականաբար լրատվական դաշտում ընդդիմադիրները անդադ ուզում են տանեն այդ թեզով, որ մենք ունենք մեր կաթողիկոսի թեկնածուն, դրա համար ենք այս ամեն ինչ անում, ոչ մենք ուզում ենք ունենանք ուղղակի բարեպաշտ կաթողիկոս, իրապես նոր կանոնագիր նույնիսկ վարչապետը առաջարկել է ունենալ, բայց այնպիսի կանոնագիր գրեն, որպեսզի կարողանան այդ կանոնագրքի բոլոր ուխտերը, որ հաստատվում է, պահեն։ Մենք ինչ ենք առաջարկում, մենք նույնիսկ կաթողիկոսի մասին այս պահին չենք խոսում, մենք ասում ենք մենք տեղապահ
կունենանք հետո հետագայում իրենք իրենց ներսում, մենք չենք ուզում խառնենք իրենց ներսի այդ ամեն ինչին, վստահաբար էս եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, քահանաներ բոլորը ավելի լավ են պատկերացնում ներսում ինչ իրավիճակ է, իրենք ավելի լավ են պատկերացնում իրենցից ով կկարողանա քահանա բան կաթողիկոս լինել եւ արդեն մնացածը իրենց որոշելն է, ուղղակի այս պահին անհրաժեշտ է որպեսզի այդ բռնաճնշումները եկեղեցուց դուրս գան, որպեսզի այդ քահանաներն էլ կարողանան իրենց արժանի ձևով աշխատել։ Ես մի բան եմ ուզում նշել, երբ որ սկսվեց Բագրատի Գալստանյանի շարժումը, ես հետաքրքրվեցի հասկանալու համար արդյոք բոլոր քահանաները կամ եկեղեցականները որևէ սոցիալական ծրագրերից են օգտվում, որևէ աջակցություն ունեն, որովհետև իրապես էլի, երբ որ տարբեր համայնքներ եկեղեցականների հանդիպում ես, թեկուզ տարբեր առիթների ժամանակ, հարսանիք, ծնունդ, չգիտեմ, բան հասկանում ես, որ ինչ որ մեկը ցենց հարուստ ապրում է, ինչ որ մեկն էլ շատ նվաստ, շատ փոքր աշխատավարձով կամ գուցե չգիտեմ իրենց, նույնիսկ չգիտեմ իրենք ինչպես են ֆինանսավորվում, իրենց մոտ ոնց է լինում այդ ամեն ինչը։ Հետաքրքրվեցի, պարզվեց, որ շատ ոչ մի սոցիալական ծրագրերից չեն օգտվում, որպես նաև հոգևորական, բացի դա էլ մեծ մասը հիմնականում գումար չունեցող քահանաներ են, հոգևորականներ են, ինչը ինձ շատ զարմացրեց, այդ ոնց է բաշխումը իրականացվում, որ կեսը միլիարդատեր են, կեսը փող չեն ստանում, տեղից հասկացա, որ այստեղ ավտորիտար ռեժիմ է գործում կոնկրետ։ Այսօր Ռուսաստանի արտգործ նախարարությունից մի հայտարարություն եղավ Սամվել Կարապետյանի մասով, որ նշվում էր, որ այստեղի դեսպանատան ներկայացուցիչներին թույլտվություն են տվել իրեն այցելելու, որքան այս հայտարարությունը այդքան հետաքրքիր չէր, ինչքան ներքևի հիշեցումը, որ Սամվել Կարապետյանը հիշեցնենք, քանի որ հանդես եկավ եկեղեցու պաշտպանությամբ, արդեն կես տարուց ավել է գտնվում է կալանքի տակ, չնայած դատարանի վճիռ չկա, այսպիսի մի ձևակերպում, որ քանի որ ինքն էլ է եկեղեցուն պաշտպանել, Նիկոլ Փաշինյանը փաստորեն այդպես էր ստացվում այդ հայտարարությունից, իրեն կես տարուց ավել է պահում է անազատության մեջ, ինչպես կարձագանքեք։ Դե գիտեք, որ դրա հիմքով չէ այսօր Սամվել Կարապետյանը գտնվում անազատության մեջ եւ ես չեմ կարծում, որ Սամվել Կարապետյանին արդարացնող այդ փաստաբանները եւ այլն նման կարծիք ունեն, որ զուտ այդ հայտարարության համար այսօր Սամվել Կարապետյանը գտնվում անազատության մեջ, բայց քաղաքական դաշտում բնականաբար բոլորը այսօր քաղբանտարկյալներ են, այսօր Վարդան Ղուկասյանն էլ նույն Վարդանիկը քաղբանտարկյալ, այսօր բոլորը չգիտես ինչու քաղբանտարկյալ, Մասիսի քաղաքապետն էլ էր քաղբանտարկյալ, ճիշտ է, նորմալ ծառայգիր է, քաղբանտարկյալ է դարձել, այսպես եմ ասում։ Հենց մի հանցագործություն են անում, ինչ որ փողերի լվացում կլինի, մարդկանց մեքենաներ քշել, Բագրատ Գալստանյանը սրբազան քաղբանտարկյալը չէ, հասկանում եք, ահաբեկչություն կազմակերպած անձնել է այսօր քաղբանտարկյալ, սա այս փաթեթավորումը որ տալիս են, փորձում են հնարավորինս ցույց տալ, որ Հայաստան ոչ, Հայաստանը իրավական երկիր է եւ այո, Հայաստանում պետքա կարգու կանոն լինի եւ ամեն ոք չգա այստեղ որոշի, որ այս երկրում ինչ որ բաներ կա, եթե ինքը մեծ փող ունի, նշանակում է ամեն ինչ իրեն կարելի է, այդ ժամանակները արդեն վաղուց անցյալում են, ամենայն հարգանքով իրենց փողերն էլ որտեղից որ իրանց տվել եւ իրենց ուղարկել են, թող վերցնեն ու հետ գնան այնտեղ որտեղից եկել են։ Դե քան որ փողերից խոսեցիք, շատ մեծ ռեսուրսներ ունի Սամվել Կարապետյանը, դուք տեսնում եք ինչ հսկայական թիմ է աշխատում իր համար, լրատվամիջոցներ են բացում, գրասենյակներ, օրինակ մենակ Աչափնյակում ես մի քանի հատ տեսել եմ, օրինակ դեռ ընտրություններ չկան եւ այլն, բայց այդ գրասենյակները ամեն օր շատանում են, սա դες որոշակիորեն չի անհանգստացնում։ Տեսեք, չի անհանգստացնում այն առումով, որ ինչքան էլ ուզում է ճոխ բաներ իրականացնեն, տեսնում եք դատարանի մոտ սպասում են այն ջեռուցիչները, որ իրենք ունեն, փողերը, որ իրենք են ծախսում բնականաբար փողի պակասի մասին դա չի խոսում, զգում ենք, որ մեծ գումարներ են ծախսում, բայց գիտեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր չի գայթակղվում փողի շատությունից։ Վաղուց այդ ժամանակներն անցան, բայց քանի որ իրենք վաղուց Հայաստանում չեն եղել, չեն պատկերացնում, որ փոխվել է տեսակյունները, տեսակետները, մարդիկ ավելի մեծ արժեքների են դավանում եւ այդ արժեքների պահպանության համար մարդիկ պայքարում են խաղաղության համար։ Այդ ժամանակները, երբ որ այդ մարդիկ այստեղ ապրելուց լինեին ու այդ ամեն ինչը զգային, կհասկանային մեր համար հիմա ինչն է արժեք։ Մեր համար փողը, գրասենյակների ճոխությունը, գրասենյակի բացելը ընդհանրապես որևէ ձևով չի կարող անհանգստացնել։ Տեսեք, փորձեցին ինչ որ դպրոցներում պայուսակներ։ Պետությունը
այսօր պետությունը այնքան բան է արել Հայաստանի Հանրապետությունը, որ չի կարող որևէ թիմ նոր բերած իր փողերով որևէ բան անել Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, որը որ կունենա մշտական բնույթ։ Ասենք այս պահին մի հատ պայուսակ էին նվիրել, ինչ դրանով կյանքի որակ են փոխում։ Իսկ մենք բոլոր գործունեությունը մեր որ իրականացել ենք, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, ջրագծեր, խողովակաշարեր, ռոռոկման համակարգեր եւ այդ ամբողջ գործընթացը process-ի մեջ է այս պահին էլ, ու մենք շարունակում ենք նույն կերպ աշխատել։ Տեսեք, գալ բան ընտրությունից ընտրություն, որևէ բան ցույց տալ, ինչ որ փող ստեղ տալ, այնտեղ տալ, փորձել դրանով գնել, նվաստացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Չի կարելի փողով քաղաքացուց ձայն գնել։ Դա աշխարհի ամենավատ բանն է, որ կարող են անել ու նվաստացնել քաղաքացուն։ Ձեր օրինակ արած լավ գործերն էլ, դպրոցներ, մանկապարտեզներ սարքելն էլ վատ ինչ որ բանի ներքո են փորձում ներկայացնել այն ռեսուրսներով, որ ունեն։ Օրինակ հիմա Նարեկ Կարապետյանը մի քանի օր առաջ Սյունիք էր գնացել, ինչ որ հայտարարություններ էր անում։ Ամեն դեպքում այս ռեսուրսների արկայությունը ինչ որ տրամադրություններ կարող է, չէ՞, ձևավորել։ Դե փորձում են ամեն դեպքում, որ ջուր պղտորել, այսպես ասած, փորձել ինչ որ ծրագրեր ներկայացնել, մենք Նարեկը այնպիսի ծրագրեր է ներկայացնում աշխարհացուն սկսած, այն որ արդեն կատարվում, ասենք էկոնոմիկայի նախարարը անդրադարձավ Նարեկ Կարապետյանի խոսքին, ասաց, որ այդ գործընթացը ինչ որ դու ասում ես, մենք արդեն անում ենք, էլի իրեն հուշում են ինչ խոսի, հավաքել է իր կողք ինչ որ տնտեսագետներ, իրավաբաններ, տեսակ այնտեղ մեր նախկին падգամավոր գործընկեր Արամ Վարդևանյաններ իրեն այսպես ճխում Սամվել, չգիտեմ ինչ գոռում էր, այդ պահին միակ միտքը որ եկավ, ասացի երևի Սամվելը Քոչարյանի շատ փող ունի, այլ բանի հետ չասոցացվեց։ Այսպեսի մարդկանց իրար կողք է հավաքել, այսպես ասած, իրանք փորձում են ինչ-որ խորհուրդներ տալ, որովհետև ակնհայտ երևում է, որ այս տղան քաղաքական չի, ակնհայտ երևում է, որ նոր ուզում է ինչ-որ քաղաքական process գեներացնի, առանց հասկանալու, առանց խորը ուսումնասիրելու հայտարարություններ անում, որոնք օդի մեջ միանգամից փոշի անում են։ Իրականում ես ձեր մրցակիցը փաստորեն լինելու 26 թվականի ընտրությունները ամբողջ ընդդիմադիրներն են մեր մրցակիցը, մի թիմ դարձած, ես չեմ տարբերակում, եթե Քոչարյանի թիմակիցը Սամվել Կարապետյանի բանն է, փաստաբանն է, մյուսը, ասենք իրանք բոլորը միասին են, մի աղբյուրից սնվող, մի տեղից եկող։ Տարբերություն ես չեմ էլ տեսնում իրենց մեջ, ուղղակի փորձում են հիմա որպես մի քիչ ավելի ոչ քրեական անցյալով գուցե Նարեկ Կարապետյանին փորձել այսպես առաջ մղել, ինչը ճիշտ ասած միջև հիմա լուրջ չեմ վերաբերվել Նարեկ Կարապետյանին։ Օրինակ ինքը հենց կլինի վարչապետի թեկնածունի չեք ասենք դուք ոնց եք պատկերացնում։ Դե չեմ պատկերացնում, Ուրեմն բայց այս բանին օրինակ չկա որևէ մեկը։ Ես չեմ կարծում, որ ինքը լուրջ դեմ քաղաքական, ինքը ուղղակի այս բանին օգտագործվող մարդ է։ Կանչ մեկին բերեն օրինակ ներկայացնեն մակրամակրոն։ Դա արդեն է, որ ինչ որ մեկին բերեն, արդեն իմաստը կորում է այդ ամեն ինչ։ Հիմա փաստորեն կարծում եք, որ դուք միայնակ եք լինելու ընտրություններին ու ձեր դեմ նախկիններից տեսեք իրենք միշտ են խոսել դրա մասին, որ Գյումրու օրինակը կիրառելու են, եւ քանի որ մեր ժողովուրդը համոզվեց, որ Գյումրու օրինակը կա, վաղը շաբաթում արդեն շատ զգոն էր ում կվետա։ Ու դա շատ լավ էր, որովհետև եթե չլիներ Գյումրու օրինակը, գուցե եւ խորհրդարանական ընտրություններին կարողանային ինչ որտեղ մանիպուլացնել։ Ասենք ներկայանում են տարբեր թիմեր, ես նշեցի Նարեկ նույնը կարող եմ ասել Թաթոյանի մասին, երբ որ ասենք այդ մարդը լրիվ սերտաճած է Սերժ Սարգսյանի հետ։ Ու մենք հետո տեսել ենք ոնց է Սերժ Սարգսյանը ու Քոչարյանը մի թիմակից իրականում։ Ասենք ոնց կարելի է վստահել նաեւ Արման Թաթոյանին, այսպես շարունակ յուրաքանչյուրի մասով կարող եմ ասել ովում հետ։ Ախր մենակ մենք չէ որ պետք է ասենք, ինչի մենք չենք նեղվում կամ չենք անհանգստանում, որովհետև յուրաքանչյուրը դրա մասին գիտի։ Կարող ենք իջնել փողոց այսօր յուրաքանչյուր քաղաքացու հարցնել, անկախ ամեն ինչից, որևէ գործընթացի մեր կողմից ծավալած, կողմ են, թե դեմ են, թե ինչ, բայց հետաքրքիր մի բան, ես միշտ նշել եմ, երբ որ գնում ենք, հանդիպումներ ենք ունենում, լինում են այսպես բողոքող կարծես քաղաքացիներ, բայց գիտեք ինչից են բողոքում, չեն բողոքում, որ գիտեք դուք պետքա փոխվեք ոնց որ մեր ընդդիմում, մեր ընդդիմությունը, այլ ասում են, ասենք, կողքի գյուղում քիչ ջրագից կա, մերը չկա։ Մերը կարողա չեք ուզում անել, կարողա մեր մասին մոռացել եք։ Բողոքների որակն է ուրիշ, ու այստեղ բողոք չի դա մտահոգություն է քաղաքացու իր համայնքի վերաբերյալ։ Սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք։ Սա մտահոգություն, սա այսպես հոգատարություն է քո համայնքի, քո երկրի, քո հողու ջրի նկատմամբ։ Բայց օրինակ գյուղեր գնում եք չեն ասում, ինչու Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն միշտ են ասում, ու միակ մեղադրանքը մտածելով թե դա թուլություն է,
Այո։ բայց իրականում դա թուլություն չէ, ես ուզում եմ հատուկ դա շեշտել, մենք պետք է այնպիսի իրավական գործընթացներով առաջնորդենք, որ հետո որևէ խնդիր հետագայում նույնիսկ մեր իշխանությունից հետո որևէ խնդիր չառաջանա։ Եթե իրավական գործընթացները այնպիսի կետի կհանգցնեն, որ կհանգեցնեն, որ այդ մարդիկ պետքա լինեն բանտում, այդ մարդիկ կլինեն բանտում։ Հիմա վերջին մեղադրանքը կուզեի ամփոփենք սրանով զրույցը այն է, որ մեջբերեմ Գառնիկ Դանիելյանի խոսքերը Եվրամիությունից փող եք քերում ընդդիմության դեմ պայքարելու համար։ Խոսքը գնում է Արադ Միրզոյանի երեկվա հանդիպումների մասին։ Գայա Կալասի հետով հայտարարեց նաև, որ Հայաստանին ուղղակի աջակցություն լինի հիբրիդային գրողների դեմ 2026 թվականի ընտրություններից առաջ։ Ինչպես կարձագանք։ Դա ըստ էության վկայություն է իրենց հանցագործության մասին, ուղիղ վկայություն է, որովհետև փաստորեն դուք եք այդ հիբրիդային գրողների հեղինակները եւ հիմա վախենում եք, որ հիբրիդային պատերազմի դեմ մենք ուզում բան անենք, պայքարենք եւ նույնիսկ Եվրամիությունը կամ որևէ կազմակերպություն մեզ ցանկանում է այդ մասով օգնել, որպեսզի հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից։ Իրականում այո, հիբրիդային պատերազմը այսօր կա, շարունակվում է եւ 26 թվականի ընտրություններից առաջ էլի շատանալու է, բայց արդեն լավ է, որ քիչ-քիչ ի հայտ է գալիս, թե ովքեր են հեղինակները, չնայած դրա առումով էլի իհարկե կասկած չկար, բայց ոչ միայն այդ ուղղությամբ պետք է մտածել, այլ բոլոր ուղղությամբ, որովհետեւ ինքը իրականում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Դե օրինակ ինչու է ընդդիմության այդքան անհանգստացնում մերեք Գառնիկ Դանիելյանն էր այսօր Հայկ Մամիջանյանին է լսում նորից, որ դրսից ինչ որ արտաքին, սա ոչ այլ ինչ է, քան արտաքին միջամտություն մեր ընտրություններին, օրինակ ինչն է։ Դե հենց այդ եմ ասում, էլի իրենց հույսն էլ երևի դա է, որ կարողանային ջուր պղտորել, այստեղ ինչ որ բաներ անել, արհեստական բանականությանը դիմել, գուցե այդ բոլոր գործիքակազմերով դա եւ հիմա անհանգստացած եմ, որ հնարավորինս շուտ ենք գլխի ընկել եւ փորձում ենք որևէ գործիքակազմ ներդնել, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը կանխենք, որովհետեւ ի վերջո ես էլի եմ ասել Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրապես այս ամբողջ process-ի արդյունքում մնում է առանց ճշգրիտ տեղեկություններ ստանալու եւ շատ շուտով մենք կհանգենք նրան, որ ոչ մեկի խոսքին չի հավատալու, որոշ մի տեղեկության չի կարող լիարժեք տիրապետել եւ դա բերելու է շատ մի անորոշ վակուումային իրավիճակի, ինչը որ լավ չի։ Այս հիմա պետք է սկսել արդեն դրա դեմ պայքար, որպեսզի կարողանանք հնարավորինս մեր քաղաքացիներին այսպես ավելի մաքուր դաշտում պահել։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ իմ հյուրը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալխազ Ղազարյանն էր։ Ընտրում ենք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին կհանդիպենք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։